Հայ ժողովուրդը ինչ սպասի Փաշինյանի Թուրքիա այցից։ Ոչ մի լավ բան։ Թուրքիա այցից լավ բան չի կարելի սպասել, ընդհանրապես իրենց լավ բան չի կարելի սպասել։ Եթե հնարավորություն ունեք ինքնակազմակերպվելու, իրենց ազատվելու անենք, եթե չէ, չգիտեմ, ամենքս մեր գլխի ճարը տենանք տենց։ Լավ բան չի կարելի սպասել, ամեն տարի այս խաղաղության խաղաղությունը մեր հաշվին է, մեր օղերի հաշվին է, մեր զիջումների հաշվին է, հաջորդ քայլը լինելու է 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Երևանում, Հայաստանում ընդհանրապես։ Այ, ես Ղարաբաղից եմ, կուզեմ Փաշինյանը, չգիտեմ ինչ դառնա, որ հիմա մեր Ղարաբաղը հանձնել է, հիմա ես փողոցում եմ, հիմա էլ ուզում եմ Սյունիքը տա։ Ինչ պիտի իրենից ակնկալենք։ Հայաստանը բան է անում, արդեն վերջացնում է, դա մարդ է, ես կապրուստի մասին չեմ մտածում, ծիտը էլի մի բան գտնում է օտո, մենք էլ կգտնենք, բա իմ տղաներս։ Մեր պետական սահմանից մի քանի կիլոմետր այն կողմ պատերազմ է, ապաստարաններ չունենք, եւ այս ամենի հետ զուգահեռ Փաշինյանը այց է կատարում Թուրքիա։ Դուք որպես երիտասարդ ինչ եք կարծում, ինչ պետք է անի ժողովուրդը եւ ընդհանրապես ինչ սպասել Փաշինյանի Թուրքիա այցից։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի մեր երկրի երիտասարդներից մեկը, որ էլի սրտացավ այս երկրի համար, կարծում եմ, որ պետք չէր մեկնել այս այցին, մնացածը այս մի քանի օրերի ընթացքում պարզ կլինի, էլի, կհասկանանք արդեն։ Սենց ուղիղ պատասխանեմ հարցին, ես կարծում եմ, որ մեր հիմիկվա կառավարությունը ճիշտ ուղով չի գնում եւ մեզ պետք է իշխանափոխություն այստեղ։ Հայ ժողովուրդը ինչ սպասի Փաշինյանի Թուրքիա այցից։ Հայաստանը Թուրքերին անցնելու ոչ Փաշինյանից ոչ լավ բան մենք չենք սպասել։ Նրանք ինչ են ներկայացնում, որ այդքան թույլ ընտրվեց, քան մեր երկրի ղեկավարումը։ Հիմա տեսեք, Նախիջևանում զորավարժություններ են, մեր քթի տակ պատերազմ է, մենք ապաստարաններ չունենք։ Ոչ բանով է, միայն նա թուրքերի պանջն է, Ադրբեջանի թուրքերի ռուսների պանջն է կատարմել ոչ բանը։ Մենք գտնում ենք ահավոր վիճակում ուղղակի։ Ես զարմանում եմ, չկա մի երիտասարդ մի կազմակերպում, որ կարողանա դրան դուրս շպրտել, տականքին կարել ասել, այդ ոմար չէ, կենտանի չէ։ Եթե հենց ասած ես Հայաստանը բան Ղարաբաղ Ադրբեջանի կազմի մեջ բան համարում դա հետո արդեն Ալիև սկսեց հորդորել, սկսեց կամաց Արցախը դադարեց, որովհետև այդ հիմարի խելքով ասած իր հիմար բարերը որ արդիվեց Արցախը փաստորեն դադարվեց, այսօր մենք Արցախ ոչ մի անգամ չազատագրվի, բայց այս խրտը որտեղից եկական, որտեղից դրան սենց եկավ, հենց ասած Արցախ Ադրբեջանի տարածքը Ադրբեջանի սկսած կամաց սահմանափակեց այս կողմից հիմա դադարգելի, մալի Հայաստան ուզում դադարգելի ասում ովքեր ցանկանում են թող դուրս գնան։ Ինչ սպասել Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցից։ Տեսեք, ես չի ուզենա իր մասին ընդհանրապես խոսալ, որպես ինքը երկրի վարչապետ, հա։ Ինքը շատ անբարո մարդ, հա, եւ իր բոլոր գործողությունները սկսենք այնտեղից, որ մենք կորցրեցինք Արցախ առաջինը։ Մենք կորցրեցինք ընդհանուր Սյունիքի կողմ արդեն համարը։ Եվ այսօր ինքը Թուրքիայի գնում ինչի համար։ Ինքը ինչ կապ ունի Թուրքիայի հետ, մենք ինչ կապ ունենք Թուրքիայի հետ։ Նա Թուրքիան մեր հազարավոր դարավոր թշնամին է։ Եվ ինչ ակնկալիք իրանից։ Ինչ պետք է անես երկրի համար։ Միանշանակ փոփոխություն։ Իրան պետք է հանվի։ Սենց շարունակվեց, վաղը մենք Երևանն ենք կորցնելու։ Սյունիքը եթե կորցրեցինք, всё արդեն։ Հաշվեք Երևանն է կորցրած։ Ինչ իրանից ոչ մի բան չկա լավ բան սպասելիք։ Ընդհանրապես։ Տեսեք, մենք նայում ենք ամբողջ աշխարհի իրավիճակը, հա, այսօր Իրանը Իսրայելի հետ, հա, այդ պատերազմի ժամանակահատվածն է, եւ ես նայում եմ սենց, լավ այդ ամեն ինչը թողնենք։ Մենք խոսանք մեր Հայաստանի մասին։ Այսինքն այսօր ինքը Թուրքիա գնալով ինչ հարցա լուծելու մեկ, ինչ պայմանավորվածություն ունի, ինքը առաջի թուրքը ինքն է։ Եվ մեր ազգը, ես կոչ եմ անում մեր ազգին, ինչին ենք սպասում։
այս շքեղություն, այս ավտոներ, այս ռեստորաններ, հա, պետք է անպայման գան մտնեն Հայաստան, հա, նոր որոշեն, հա։ Ու ինչա ուզում անի այս երկրի հետ, ինչա ուզում անի, ինչ ալնելու վերջը, ինչա մտածում մեր ժողովուրդը, քնելեք ժողովուրդ, ոտի հելեք, ում եք սպասում, ում, պետք է գա անպայման մտնի թուրքը տանած մեջ, հա, նոր հասկանաս, որ եկել է արդեն հասել է դրանը չեմի, հանել փոխել, վсё, վերջնական, հելեք ոտի կանգնենք միասին ազգովի այդ հարցը լուծենք, ում ենք սպասում, սպասում ենք գնա Թուրքիայից ինչ-որ մի բան գա, թուրքական վիալետ է ուզում Սարգի Բաթումիի նման, հա, էտա դա, այս ազգը դրան է եթում, հա, դե ծախիկ գնացենք, եկեք սաղս ծախենք, թողենք եթանք, ճամփե բացեք ասենք Ամերիկա կամ ես իմ չգիտեմ ուր, թողենք սաղս եթանք, հա, էտա սրանց ուզած է, հա։ Ինչ սպասել Փաշինյանի Թուրքիա այցից։ Ճիշտն ասած, ոչ մի սպասելիք չունեմ, ոչ իշխանությունից, ոչ ընդդիմությունից։ Այսօր մենք չունենք անաչառ ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն։ Այսօր առավոտյան էլ Ադրբեջանի կողմից կրակ է բացվել, ներքին հանդում տուն է վնասվել։ Դուք ինչ ձև եք պատկերացնում խաղաղություն Ադրբեջանի հետ։ Ընդհանրապես խաղաղություն թշնամու հետ ես լրիվ դեմ, որովհետև աշկավը ստսալում, մորգը հունց է լցած մեր զինվորներավը, աշկավը ստսալում, մեր հանրապետական հիվանդանոցը ենվեր վարվալն բենզինին, սաղ մարդիկ վարված, սարսարփելի իրավիճակները ես շատ եմ հնցալ, ես Ադրբեջանան հատ նորմալ հարաբերություն է մոտակամին 100 տարին, ես դա տեսնում չում, դուզ եմ ասում, Եթե ինքը ասում է ես խաղաղություն եմ օզում, բավեր խաղաղություն է օզում, են 17 տերեկան զինվորեն իրա հունցա ինքը կրակում։ Խաղաղություն Փաշինյանն է ուզում, ասում է, որքան էլ Ադրբեջանի կողմից սադրանքներ լինեն, որքան էլ Ադրբեջանը համաձայնություն չտա, միևնույն է, խաղաղություն որդեգրած քաղաքականության հավատարիմ կողմն ենք մենք։ Մունքել են կողմը, հուչոզիլ խաղաղություն, հուկոզի կրուգլասուտышնի բամբադիրոշկու տակ էին, դուք պատկերացնում եք, ես էստի ակուշկեն տակ էին, սա հաշի վրա ստող մեր տոննա, էստի տրուդուվար ալել, տրուդուվար են ենինգույն ամնել պենալի, մեր պատուհանի տակա, են կամպուլեք հայքեցա, ես տանը մաչին, ես հունց հվատամ թորքեն, Հունցվատամ թորքեն, վեր հարևանս թորքինի ինձ վնասլան չի, բադետիա ես լյա Ղարաբաղ կկնայի թորքենատ ыպրեի, մեր տանը մաչին, հորում եկալ հսալ ստա, դևեր ստեղ հարևանս թորքանեն, բադելը հակքին իմ Ղարաբաղ, իմ տանս կերամ տին վրևանս էլ թորքն էլի, ես պատկերացնում չեմ թորքը սարսարփելի ազգա, ընդա մող պահելը հունցնասում վեր մող պահող ազգալի, ճիշտ է մող պահելը մարդու բնազդե մաչին արկայա, բայց դե այս աստիճան անհնարալի։ Ինչպես եք պատկերացնում դուք այդ խաղաղությունը։ Ես չեմ պատկերացնում, հենց բանը նրանում է, որ չեմ պատկերացնում, դեռ չեմ պատկերացնում։